Փաշինյանի ինստագրամյան էջը ինձ արգելափակել է, որպեսզի ես մեկնաբանություն չանեմ, շատ լցրած հետևորդներ ունի, լայքերը լցրած է, բայց այդ ամենը Եվրոպային ներկայացնում եմ, որ գիտեք իրան ինչքան են սիրում, շատերը հավաքված, տեսեք ինքը որ Գյումրի էր գնում ճանապարհին իր մարդիկ էին, բոլորի ձեռքը iPhone 17 Pro Max էր, բոլորը ունևոր մարդիկ են, իրենց աջակցել են, միանշանակ ես ինչի չհամաձայնվեցի իրենց թիմին միանալը, որովհետև իրանք այդ ամեն ինչը ուրիշ ձև են Եվրոպային ներկայացնում, ու ես Աստծո առաջ եմ պատասխան տալու, ես իմ կյանքում միշտ այնպես եմ ապրել, որ երբեք իմ հայրենակիցներից ոչ մի գումար վերցրած չկամ, այլ հակառակը միշտ անշահախնդիր ձևով օգնում եմ, կարող եմ կօգնեմ, չեմ կարող ուղղակի չեմ էլ վնասի, ես այդպես եմ իմ կյանքը ապրում, բայց շատերը գումարով վաճառվեցին, այդպես է ընկերներ ջան, շատ մարդիկ, օրինակ այստեղ էլ կան, չէ, Եվրոպայում կոնկրետ Գերմանիայում մարդիկ, որ մեջբերում են անում, որ մինչև այդ ասում են, որ վատնա, հիմա իրանց աշխատանք են առաջարկել, իրանք հերակա ձևով աշխատում են, նամակներ են գրում, մեկնաբանություններ ու այդ մարդիկ մեծահասակ մարդիկ են ինչ պետք է աշխատեն, որ այդքան գումարներ վերցնեն, միանշանակ ընկերներ ջան, այդ լիքը հարցականներ կան այստեղ ու ամենավատը գիտեք որն է, որ այս մարդիկ այնպես են ներկայացրել Եվրոպայում բժշկությունն է անվճար, տան վարձակալության գները, աշխատավարձները, որ դու սովորական վաճառող ես աշխատում, բարձր է, միանշանակ բարձր է, բայց դուք մեջբերում արեք սովորական վաճառողը, օրինակ սուպերմարկետի վաճառողը կարողանա տան վարձ տա, օրինակ չգիտեմ, եթե վարկա վերցրել կամ լավ հեռախոս ունենա iPhone 17 Pro Max, ոնց նայում եմ աշխատավարձները շատ ցածր են ու աշխատաժամերը շատ են Հայաստանում, այդ ամեն ինչը ուրիշ ձև են ներկայացնում, շուտով Եվրոպան է գալիս Հայաստան, որ որոշ չափի երիտասարդությանը եւս քաշեն իրենց կողմ, բայց մեջբերում չեն անելու, երբ անցա վիզաները ազատականացվելու, Եվրոպան միանշանակ լավ է դիտարկելու, որովհետեւ Եվրոպային ինչա պետք, որ Ռուսաստանի հետ եւս մի պետություն հարաբերությունները որոշ չափի խզի, այլ իրենց կողմը կան։ Միանշանակ մեր հայ ազգը պետք է Եվրոպայի կողմը անցնի, որտեղ Եվրոպան լիքը հնարավորություններ կտա շատերին, աշխատանքային առումով, դե որպես տուրիստ պետք է տեղափոխվեն, հետագայում շատերը, ինչպես որ վրացիներն են անում գալի, մի քանի ամիս աշխատում, էլի հետ են գնում, այդպես է լինելու ընկերներ ջան։ Սպասեմ ձեր կարծիքին այս ամենի վերաբերյալ, հույս ունենամ, որ հետագայում շատ լավ է լինելու, այսպիսի հարցեր ես հիմա բարձրաձայնում եմ մինչ հունիսի 7-ը, իսկ եթե հունիսի 7-ին ներկայիս իշխանությունը կշարունակի, ես այսպես կանեմ, ուղղակի կլռեմ, իմ կյանքը կվայելեմ, այս սոցցանցերը որոշ չափի կփակեմ, ոչ թե կջնջեմ, այլ կփակեմ ու քիչ վիդեոներ կհրապարակեմ, այլ իմ կյանքը կշարունակեմ։ Ինձ համար ամենակարևորն է եղել, որ իմ հայրենակիցները լավ ապրեն։ Դա իմ համար ամենաառաջնային, որ գոնե այն մարդիկ, ովքեր որ տուն չունեն, մի հատ տուն ունենան։